Գագիկ Մարգարյան խորհրդային միության տարիներին պրոֆեսիոնալ զինվորական, որ ավարտել էր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը, ապա ծառայության անցել Հունգարիայում և Բելառուսում, սակայն խորհրդային բանակում ծառայությունը չէր ստացվել և 1982 թվականին 29-ամյա Մարգարյանը վերադարձել էր հայրենի Վեդի, որի թիվ 1 դպրոցում զինղեկ էր։ Արցախյան շարժումը պրոֆեսիոնալ զինվորականին ստիպեց վերադառնալ մարտադաշտ։ Արդեն 1989 թվականին Մարգարյանը արծիվ 30 կամավորական ջոկատի նախաձեռնողն էր և հրամանատարը։ Հազար 1992-ին արծիվ 30-ը կամավորական այլ ջոկատների հետ վերակազմավորվեց 442 մոտոհրաձգային գումարտակի, որի շտաբի պետն էր և հրետանու հրամանատարը։ Նոր կազմավորվող հայոց բանակի համար հրետանին օդ ու ջուր էր, հրետանավորը պահանջված մասնագիտություն, սակայն Գագիկ Մարգարյանի հայ հրամանատարի տեսակն առավել պահանջված էր, խստապահանջ ու կարգապահ ռազմական գործերում և ընկերական ու չափազանց համեստ ու մարդամոտ կյանքում։ Բիթլիսի շելով, ակվել են աչքերը, ավից յանքանով, Հարսնուանի սուրմալու, Բիթլիսի շելով, ակվել են աչքերը, ավից յանքանով, և իր դաշնակներով, բասկի դուժապեր, հեցի կոչել մակցին, Քշիր սարնի վեր, ձայնի քո կաչերի, կրաստե ասմոն ռաղամ Գագիկ Մարգարյանը մասնակցել է Երասխի Դրմբոնի, Մեջշենի, Մաղավոզի, Մատաղիսի, Տոնաշենի, Հակոբ Կամարիի, Հադրութի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ասա, տիտանի տղեկը գալիս են բոլորը։ Մենք քաղցր դենես Արտավորեն գիշերու յուրաքանչյուրին անհատական ձևով։ Սամոնովը։ Մենք էլ այսպես համամ ունեցանք հաջողություն։ Ասա Սամոն։ Մենք ներգու բարով լրացրու քո հետ կեն ասած ցավոտ մանա։ Գագո ջան, նա զավիեր։ Գագո։ Ես ուղներ կամ ասի։ 1993 թվականի դեկտեմբերից Գագիկ Մարգարյանը Մարտակերտի ճակատի հրամանատարն էր, սակայն արդեն մեկ ամիս անց հունվարին հրամանատարը պետք է գումարտակը դուրս բերեր Հակոբ Կամարիի դիրքերից, որպեսզի հարավում միանար 5-րդ բրիգադին։ Դիրքերը հանձնելուց հետո նկատում են, որ նոր դիրքապահները չդիմանալով ադրբեջանական հարձակմանը փախչում են։ Գագիկ Մարգարյանը համապատրաստից մարտը ընդունելու հրաման է տալիս։ Առաջին հակահարվածից հետո սկսվում է առաջխաղացումը։ Անտառում մի պահ կանգ են առնում։ Բոլորը խոտերին են միայն հրամանատարը որոշում է կոճղին նստել։ Դիպուկահարի կրակոցով ավարտվում է Գագիկ Մարգարյանի երկրային կյանքը։ Չորս կողմդ անդունդը, ճամփեքդ պակված, երկնքում սևումուտ, ամպեր կուտակված, Օնեգիտ հայկական, շելները թրված, Վաջանով չեսնալի, Գագիկ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով, Մարգարյանի անունով է կոչվում Վեդիի թիվ 1 դպրոցը։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։